Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է հոկտեմբերի 4-ին խմբակային բռնությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվածների դատավարությունը։ Քննարկվում է խափանման միջոցի կիրառումը, նրանք մեղադրվում են ռազմավարական և կամ հատուկ նշանակության օբյեկտներ գրավելու փորձի, խմբով արարքը կատարելու և խմբային բռնությանը մասնակցելու մեջ։ Հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալված ևս 5 անձի այսօր մեղադրանք կառաջադրվի։ Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է Զահեսի ժամանակավոր կալանքի կենտրոնում գտնվող 2 անձի։ Նրա խոսքով և Նանա Սանդերին և Մամուկա Լագուչին օգտվում են լռելու իրենց իրավունքից։ Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված 13 անձանց դատավարությունը տեղի կունենա այսօր։ Նրանք կքննարկեն նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։ Այս փուլում ձերբակալվել է 23 անձ բռնության, հրահրման ռազմավարական օբյեկտի գրավման փորձի, խմբակային բռնության և ուրիշի գույքին վնաս հասցնելու հոդվածներով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հեղափոխությունը և բռնությունը իրարից չտարբերելը և չդատապարտելը հեշտությամբ կարող է մեկնաբանվել որպես հեղափոխության և բռնության նկատմամբ անուղղակի, բայց հստակ աջակցության արտահայտություն։ Նրա խոսքով այս օրերի ընթացքում ոչ մի կազմակերպություն կամ պետություն, այդ թվում ԱՄՆ-ն, Եվրամիությունը և կամ Եվրամիության որոշ երկրներ չեն արել հայտարարություն, որով դատապարտում են և հեռու են մնում ժողովրդի կողմից ընտրված կառավարության տապալման փորձից։ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը կոչ է անում Վրաստանի իշխանություններին հարգել խաղաղ հավաքների և արտահայտման իրավունքները, ինչպես նաև ապահովել, որ քաղաքացիական հասարակությունը կարողանա ազատորեն ու անվտանգ կերպով իրականացնել իր կարևոր գործունեությունը։ Հայտարարության մեջ կարդում ենք. «Խաղաղ ցուցարարները շարունակում են ձերբակալվել ու տուգանվել Վրաստանում իրենց իրավունքները իրականացնելու համար։ Իշխանությունները պարտավոր են պահպանել ԵԱՀԿ մարդու իրավունքների նկատմամբ իրենց պարտավորություններն ու միջազգային պարտավորությունները, այդ թվում խաղաղ հավաքների իրավունքի հարգումը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ապահովել, որ քաղաքացիական հասարակությունը և մարդու իրավունքների պաշտպանները չդառնան թիրախ ու նրանց ձայնը լսելի լինի, քանի որ նրանց աշխատանքը կարևոր է կենսունակ ժողովրդավարական հասարակության զարգացման համար», նշվել է ԺՀՄԻԳ-ի տնօրենը։ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը կրկին ափսոսանք է հայտնում, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկելու հրավերը Վրաստանի իշխանությունների կողմից ուղարկվել է, երբ ընտրությունների մնացել էր 1 ամսից էլ քիչ ժամանակ, ինչը բավարար ժամանակ չի թողել հավաստի և կարևոր դիտարկման համար։ Վրաստանի խորհրդարանի նախագահն առաջի ալիքի եթերում խոսել է զարգացումների մասին։ Շալվա Պապուաշվիլին գնահատել է ընտրությունների արդյունքները և անդրադարձել չկայացած այսպես կոչված հեղափոխության մասին։ Նրա խոսքով հանրահավաքին ներկա յուրաքանչյուր քաղաքացի գիտեր, որ գնում է Ռուսթավելի պողոտա կառավարությունը տապալելու համար։ 2025 թվականի հոկտեմբերի 8-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ընդունեց Վրաստանի օկուպացված տարածքների վերաբերյալ բանաձև «Համագործակցություն Վրաստանի հետ» վերնագրով։ Հատկանշական է, որ Վրաստանի կողմից 2017 թվականից ի վեր ներկայացված և Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների վիճակը քննարկող բանաձևը առաջին անգամ ընդունվեց կոնսենսուսով։ Բանաձևը խորհրդի նիստում ներկայացրեց Վրաստանի արտգործնախարարի տեղակալը Լաշա Դարսալյան։ Կոնսենսուսով ընդունելով Մարդու իրավունքների խորհուրդը աննախադեպ աջակցություն հայտնեց Վրաստանին։ Բանաձևում լուրջ մտահոգություն է հայտնում Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում էթնիկ վրաց բնակչության նկատմամբ տարբեր տեսակի խտրականության և մարդու իրավունքների խախտումների փաստերի վերաբերյալ։ Բանաձևում խորհուրդը ընդգծում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմը։ Կախա Կալաձեն այսօրվա կառավարության նիստը մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփմամբ։ Նա շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին։ Նրա խոսքով վարկանիշ չունեցող քաղաքական գործիչները սկսել են դիմել սադրանքների։ Ըստ Կալաձեի հաջորդ 4 տարիները լինելու է Թբիլիսիում
առկա մարտահրավերների հաղթահարման շրջան։ Կառավարության աշխատակազմի ղեկավարը հանդիպեց Վրաստանում արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչի հետ։ Նրանք խոսեցին առկա համագործակցության մասին, քննարկեցին պետական ձեռնարկությունների բարեփոխման ընթացքը։ Ուշադրություն դարձվեց կառավարության արդյունավետության բարձրացման վարչության գործունեության հիմնական ուղղություններին, ինչպես նաև պետական ձեռնարկություններում գնումների հարցի կարգավորումը և կառավարության կողմից այս ուղղությամբ ձեռնարկված քայլերին։